38 մարդ ռեպրեսիայի ենթարկվեց, զուտ նրա համար միայն, որ ընդանաջել է ձեզ, այո, այն 38 մարդ աշխատում էր կոմբինատի բոլոր լրջագույն օբյեկտներում, ունեին աշխատանքային մեծ փորձ, լուրջ հանքագործներ։ Հիմա պարզորոշ ասենք, կանչեցին Երևան բոլորին, դրեցին երկու, այսպես ասած, ռամկայի մեջ, կամ դիմում եք տալիս ինքնական հեռանում, կամ ձերբակալում։ Բնականաբար առաջինը դրեցին։ Դա Փաշինյանի հրահանգով։ Փաշինյանի հրահանգով է կապարվել։ Հա, ինքը երևի մի քանի ինքը մի ելույթում 10-20 քրեական հոդված արդեն բան է։ Ինքը իր ելույթում ասա, հետսի տղաներին ասում էր, եթե դուք չեն փակվեք, իմ հրամանին, քաջարանցիների օր։ Ուսացի վերանայր։ Դուք գտնում եք, որ պետք է լուրջ հետևություն անել։ Հիմա մենք գիտենք, հիմա շատ ավելի վատ է դառել։ Հիմա մի հատ լայքի համար Facebook-ան է, լայքի համար մարդը գործից անում։ Սենց չի եղել։ Իսկապես սենց չի եղել։ Մի հատ լայքի համար աշխատանքից հեռացում։ Այդ տեսանկյունից Երևանը սենց ավելի մի քիչ ուրիշ տրամադրության մեջ է։ Ես հասկանում եմ, որ այստեղ այդ լծակը 100% կիրառում է, ինչքան հնարավոր է փորձում է խեղդած բայ։ Բայց մի ձև ունենք։ Պետք է գնալ քվեաթեր, այդ քվեաթերը որտեղ բան է սարում, դեռ չեն մտնելու ասել։ 17-ին համար 17։ Հասկացա, որ պետությունը հենց որ պայամուտել իմասի համար, արդեն Արդեն էկոլոգիային չեն հետևում։ Պետության մարդը, որը որ նշանակվել է։ 2 տարի է մարզային փոքրիկ օրգիդար խատավը։ Դրա համար է նշանակել։ Այո, հիմա մեծամասնությունը այդ մարդուց է կապված, աշխատանքի ընդունեն, չընդունեն, քաղաքական տեսակի, լրիվ այդ դաշտ է բերված։ Եվ կարելի ասած 90%-ով այդ մարդն է կառավարում, Խաչյանի կոմբինատը։ Իրա պաշտոնը ինչ է։ Իրա պաշտոնը պետական այդ փայի կառավարության ներկայացուցիչը Խաչյանի կոմբինատը։ Բայց մենեջերը։ Աստորեն ինքը սենց կառավարման ուժ վտակներ ունի Խաչյանի կոմբինատում եւ ինքն այս լրիվ Քարուզարշան ինքն է կառավարում, օգտագործում նույն այդ ուտակներ։ Տեսա։ Խաչյանի եւ Կապանի Մեր մոտը օրինակ իմ մոտեցումը հետևյալն է, եթե կառավարությունը ինչ-որ մի տեղ հայ է մտնում, ասենք կոռուպցիոն ռիսկերը միայն շատ անում, գործիքները կցակը քաղաքական բաշխի ստանցել է դերսերեցին են ծայքները։ Կոնկրետ մարդն եւ այդ ամբողջ համակարգը լծակ օգտագործել գործի։